Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր ստիպված պետք է նորից անդրադառնամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին, ով երեկ Քաջարանում չզսպեց գայթակղությունը եւ հերթական անգամ խայթեց Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը։ Կարճ հիշեցնեմ դրվագը։ Պարոն Քոչարյան, դուք չգիտեմ ինչպես կրկնեք դա։ Իշխանությունը հանձնելով Սերժ Սարգսյանին դուք չեք ընդունում ձեր կյանքի ամենամեծ սխալը։ Հարգելի պարոն երկրորդ նախագահ, սա էլ արդեն որերորդ անգամն է քարոզարշավի ընթացքում դուք Նիկոլ Փաշինյանից բացի նաև այլ ուղղություններով եք սկսում քաղաքական քննադատություններ կամ խայթոցներ ուղղել։ Անկեղծ ասած դա անհասկանալի է։ Ձեր ֆիլմում դա արեցիք, ձայն չհանեցինք, ասացին քարոզարշավ է թող անցնի գնա չխանգարենք իրար եւ այլն։ Հետո մայրի մոտ հարցազրույցում խայթեցիք մեզ, էլի ձայն չհանեցինք, հիմա էլ երեք Քաջարանում։ Անկեղծ ասեմ, եւ մեր համբերությունը եւ քարոզարշավի օրերը սպառվում են, հատում են։ Եվ ձեզ կխնդրեմ, կհորդորեմ այս օրերի ընթացքում հեռու մնալ Հանրապետական կուսակցությունից, Սերժ Սարգսյանից, ուղղել ձեր բոլոր ջանքերը քաղաքական թիվ 1 մրցակցի Ախոյանի նկատմամբ շատ կուզենանք, որ դուք անցնեք խորհրդարան եւ ընդդիմությունը այև մեր աջակցությամբ տարբեր քաղաքական եւ հասարակական ուղղություններով կարողանա միասին հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Թե չէ եթե խոսենք նախկին փոշմանումների կամ սխալների մասին, ապա կարող ենք օրինակ չզսպել գայթակղությունը եւ խոսել 98 թվականի մասին, թե ինչպես Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ միասին ձեզ նախագահ դարձրեցին։ Կարող ենք խոսել 2003 թվականի մասին, որտեղ նախագահական ընտրությունների 2 փուլերում Սերժ Սարգսյանը որպես ձեր շտաբի պետ, իսկ Հանրապետականը որպես հիմնական աջակից քաղաքական ուժ անվերապահ ձեր կողքին էին եւ այսպես ասած նպաստում էին ձեր քաղաքական հաղթանակին եւ ձեր արտադրությանը։ Բայց մենք զսպում ենք մեզ։ Զսպում ենք նախ եւ առաջ ելնելով այն հանգամանքից, որ կան բազմաթիվ այլ առաջնահերթություններ, հատկապես մինչև հունիսի 7 ընկած ժամանակահատվածը։ Եթե դրանից հետո իրոք կցանկանաք խոսել սխալների մասին, ձեր, մեր եւ այլն, ապա մենք պատրաստ ենք այդ ձևաչափին։ Բայց հիմա խնդրում եմ, մի խլեք, մի սպառեք, մի հուծեք ձեր եւ մեր թանկագին ժամանակը։ Հաջողություն ընդդիմությանը, մասնակցենք հունիսի 7-ի ընտրություններին։